Մի քանի շաբաթից տեղի կունենա Օսկարի ամենամյա մրցանակաբաշխությունը։ Մարտի 15-ին Օսկարի 98-րդ մրցանակաբաշխությունն է։ Եվ ես ուզում եմ ասել, որ բավականին հետաքրքիր եւ թեժ է լինելու, որովհետեւ 2025-ին բազմաթիվ հետաքրքիր ֆիլմեր կային, որ դիտելու արժանի էին եւ քննարկելու արժանի էին, եւ հիմա հենց այդ ֆիլմերն են, որ եկել են Օսկար 2026։ Եվ այսպիսով, այսօր մենք խոսելու ենք Օսկարի ամենահավաքնորդ ֆիլմերից մեկի մասին՝ լավագույն ֆիլմ անվանակարգում։ Խոսքս Փոլ Թոմաս Անդերսոնի «Կռիվ կռվից հետո» ֆիլմի մասին է։ «Կռիվ կռվից հետո» ֆիլմը տարվա ամենաշատ դիտված ու քննարկված ֆիլմերից է։ Արդեն արժանացել է 4 ոսկե գլոբուս մրցանակի։ Լեոնարդո Դիկապրիոն, Թեյանա Թեյլորը, Բենիսիո դել Տորոն ու ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնը շարունակում են դոմինանտ հավակնորդներ լինել իրենց կատեգորիաներում։ Դերասանական խաղի համար ջերմ արձագանք է ստացել նաև նորահայտ Չեյզ Ինֆինիթին, Դիկապրիոյի երիտասարդ դստեր դերակատարը։ Ֆիլմը Օսկարի նոմինացված է 13 անվանակարգերում։ Այո, դու ճիշտ լսեցիր, ֆիլմը առաջադրված է 13 անվանակարգում, այնպես որ բաց չթողնես իմ առաջարկած ֆիլմերը եւ կպատրաստվես Օսկարին։ Չնայած դուք տանը ինտերնետ չունեք, կարող եք դուք էլ փնտրել, գտնել այն ֆիլմերը, որոնք որ Օսկարին են նոմինացված եւ մի ոտ առաջ պատրաստվել դասին։